Հարգելի գործընկերներ, պատվարժան հյուրեր, նախ կցանկանայի իմ խորին շնորհակալությունը հայտնել դատավորների միությանը, Հայաստանի միությանը, այս միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու եւ ինչու ոչ սկզբունքային գործունեություն ծավալելու նպատակով ես որպես փաստաբան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նկատել եմ, թե որքան սկզբունքային են հակադարձում պետության հետ հարաբերություններում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք վտանգում են դատական իշխանության անկախությանը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ իհարկե ինձ համար մեծ պատիվ է այս քննարկմանը մասնակցելը, այս ամբիոնից մի լսարան, որի յուրաքանչյուր անդամ ներգրավված է արդարադատության ոլորտի հիմնարար արժեքների ամրապնդման գործում։ Առհասարակ միջազգային իրավական համակարգը այսօր կանգնած է լրջագույն առջև եւ դատական իշխանության անկախությունը ազգային օրակարգ լինելուց զատ դարձել է միջազգային օրակարգ եւ երբեմն հենց միջազգային կառույցների ներգրավվածությամբ է, որ այս խնդիրները կարողանում են տեղաշարժվել, որոշակի դրական լուծումներ ստանալ։ Հայաստանի հետ կապված մենք ունենք մեծագույն խնդիր կապված բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետ, սա վտանգավոր պրակտիկա է նաև պայմանավորված այն հանգամանքով, որ սա սահմանադրական մարմին է, որը կոչված էր ապահովելու դատարանների անկախությունը եւ դատարանների բնականոն գործունեությունը, մինչդեռ վերածվել է դատավորների նկատմամբ միջնորդավորված ազդեցություն գործադրող օղակի եւ կարգապահական գործիքը էապես չարաշահվում է անցանկալի դատավորների գործունեությունը դադարեցնելու դատական համակարգը վեթինգի ենթարկելու նպատակով եւ նշեմ, որ այս ընտրողական գործունեության թիրախում են հայտնվել նաեւ Հայաստանի դատավորների միության բազմաթիվ անդամներ։ Խնդիրները այս գործընթացում շատ են, օրինակ բարձրագույն դատական խորհուրդը չի ապահովում հիմնաքարային անաչառություն գործի քննության process-ում եւ մենք տեսնում ենք նաեւ փոխկապակցված գործունեություն արդարադատության նախարարի հետ, որը հարուցող սուբյեկտ է, իհարկե կադրային փոփոխությունը կարծում ենք, որ այս հարցում իր դրական նշանակությունը կունենա, բայց այս վարույթների շրջանակում նաև չեն պահպանվում դատավորների հիմնարար իրավունքները, եթե դատավորները իրենց վարույթում գտնվող գործերով ապահովում են կողմերի հավասարություն, մրցակցություն, պաշտպանության իրավունք, ապա զարմանալիորեն բարձրագույն դատական խորհրդում հայ դատավորները զրկված են այս կենսական իրավունքներից։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ դատավորի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ սովորական կարգապահական խախտման հատկանիշներով, այնուհետև բարձրագույն դատական խորհուրդը որակել է խորհրդակցական սենյակում արարքը էական կարգապահական խախտում եւ դադարեցրել է դատավորի լիազորությունները։ Սա նշանակում է, որ ողջ դատական գործընթացում դատավորը զրկված է եղել պաշտպանվելու հնարավորությունից եւ ավելին ունեցել ենք արձանագրված դեպքեր, երբ բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում օգտագործել է նոր ապացույցներ, որոնք ներկայացված չեն եղել դատավորին եւ դատավորը այդ ապացույցի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնելու հնարավորությունը չի ունեցել։ Մենք խոսում ենք շատ ակնառու խախտումների մասին, որը միգուցե առանձին դեպքերում թույլատրելի կլիներ անհատ դատավորների կողմից, որոնք գործերը վարում են առաջին ատյանի օրինակ դատարանում, բայց անսպասելի է տեսնել նման խախտումներ բարձրագույն դատական խորհրդում, որը կոլեգիալ մարմին է, շատ ներկայացական եւ այստեղ մենք դնում ենք հենց դատավորի պատասխանատվության հարցը։ Այս խնդիրները մենք բարձրաձայնել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նշեմ, որ դատարանը
ստանալով բազմաթիվ գանգատներ, ծանոթանալով խնդրի բնույթին, արձանագրել է, որ Հայաստանում գոյություն ունի համակարգային խնդիր կապված բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետ եւ ուղարկված գործերին տրվել են առաջնահերթություններ։ Այս պահին մենք ունենք ավարտված գործ, Անտոնյան ընդդեմ Հայաստանի գործը, բայց կան նաեւ կոմունիկացված գործեր, բարձրաձայնված իրավական խնդիրները տարբեր են, դրանք ներառում են բարձրագույն դատական խորհրդի կազմի անաչառություն, իրավասու տրիբունալ լինելը, արդար դատաքննության իրավունքի բաղադրատարերը հարգելը կարգապահական վարույթների շրջանակում, օրենքի հետադարձ ուժի կիրառությունը դատավորի նկատմամբ, դատավորների լիազորությունների դադարեցումը որպես անհամաչափ միջամտություն մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը եւ անգամ ունենք գործեր, որտեղ բարձրաձայնված է խտրականությունը, այսինքն այս ընտրողական կարգապահական քաղաքականության դրսևորումները ընկալելի են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի եւ նման հարցադրումներ կոմունիկացվել են։ Եվ ակնկալում ենք, որ այս խնդիրները կլուծվեն նաև ռեգիոնալ դատարանի ներգրավվածությամբ, սակայն դրան հաջորդող խնդիրը դառնալու է վերանայումները։ Այս պահին մենք չունենք վերանայումների դրական փորձ, նշեմ, որ 3 գործերով դատավորներին առնչվող հնարավոր է եղել հասնել արդյունավետ պաշտպանության սահմանադրական դատարանի գործունեության շնորհիվ։ Մեկ գործով սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել նյութական նորմը դատական օրենսգրքի, գնահատելով, որ այն չի բավարարել իրավական որոշակիության, կանխատեսելիության չափանիշներին։ Երկրորդ դեպքում մենք ունենք իրավակիրառական պրակտիկայում տրված հակասահմանադրական մեկնաբանություն, որը խախտել էր դատավորի հրապարակային դատաքննության իրավունքը, եւ երրորդ պարագայում հակասահմանադրական է ճանաչվել իջեցված շեմերով կարգապահական հարցերի վերաբերյալ որոշումների կայացումը, այլ կերպ ասած, սահմանադրական դատարանը 5 ձայնով դատավորի լիազորությունների դադարեցումը գնահատել է հակասահմանադրական դատավորների անկախության դիտանկյունից։ Հիմա երրորդ գործով մենք պետք է տեսնենք ինչպես կընթանա վերանայումը։ Առաջին գործով նշեմ, որ կարգապահական պատասխանատվության եւ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է, սակայն հետաքրքրական կերպով դատավորը ոչ թե վերականգնվել էր իր նախկին կարգավիճակին, պաշտոնին, այլ հայտնվել էր ռեզերվում։ Ընդ որում դատավորին առաջարկվել էր ոչ թե նույն պաշտոնը, նույն դատարանում պաշտոն, այլ մեկ այլ դատարանում, ռեգիոնալ դատարանում պաշտոն, որի առնչությամբ դատավորը իր անհամաձայնությունն էր հայտնել, նաև նշելով իր դատարանում թափուր պաշտոնների գոյության հանգամանքը։ Ինչևիցե բարձրագույն դատական խորհուրդը հրաժարվելու հիմքով, առաջարկվող պաշտոնը հրաժարվելու հիմքով դադարեցրել էր դատավորի լիազորությունները եւ հետաքրքրական է, որ այստեղ անալոգիա էր անցկացվել թեկնածուների ինստիտուտի հետ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, եթե դատավորի թեկնածուն հայտնվում է ռեզերվում եւ նրան առաջարկում են պաշտոն, որից հրաժարվում է, ապա սա հիմք է ռեզերվից դուրս հանելու համար։ Ինչևիցե մենք օրենսդրությամբ չունենք թույլատրելի հիմք գործող դատավորի լիազորությունը դադարեցնել այն հիմքով, որ վերջինս հայտնվել է ռեզերվում եւ հրաժարվել է ոչ իր նախկին պաշտոնում վերականգնվելուց։ Եվ իհարկե մենք ունենք նաև երկրորդ դեպքը, երբ սահմանադրական դատարանի կողմից արձանագրված հրապարակային դատաքննության իրավունքը չվերականգնվեց եւ բարձրագույն դատական խորհուրդը վերանայեց բանավոր լսումների, ներողություն, գրավոր լսումների ձևով, այն պատճառաբանությամբ, որ դատավորի լսված լինելու իրավունքը հարգվել է, այլ կերպ ասած հրապարակային դատաքննությունը նույնացվեց լսված լինելու իրավունքի հետ, ինչի առնչությամբ մենք ունենք բնականաբար ակնհայտ անհամաձայնություններ,
Մենք շատ կարևորում ենք նույն մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործընթացներում հասարակական միավորների ներգրավվածությունը, որպեսզի խախտումների արձանագրումից հետո հնարավոր լինի անմիջական վերականգնման պահանջի ներկայացում անդամ պետություններին եւ վերականգնման գործընթացները անհարկի կերպով չձգձգվեն։ Սրանից զատ կցանկանայի նաև անդրադարձ կատարեի հարավային Կովկասի երկրներում դատական համակարգի կայացվածության մակարդակին ունենալով համեմատական դիտանկյունը հասկանալի է, որ հարավային Կովկասի երկրները կիսում են ընդհանուր իրավական մշակույթ, լինելով հետխորհրդային երկրներ, սակայն անցել են ժողովրդավարացման տարբեր էտապներ եւ հետաքրքրական է հասկանալ, թե որ կետում ենք գտնվում մենք, ավելի օբյեկտիվ լինելու համար ոչ թե ինքնուրույնաբար եմ գնահատականներ ձևավորում, այլ հենվել եմ միջազգային զեկույցների, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում տեղ գտած գնահատականների եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավարտված գործերի վերլուծությունների վրա եւ այս առնչությամբ կարելի է հետեւյալ հետաքրքրական դիտարկումները անել Հայաստանի Հանրապետությունում թեև հանրային իշխանությունը իր վրա վերցրել է դատական բարեփոխումների բարդ գործընթացը, սակայն հաճախ դրանք իրականանում են հատվածային, առանց համապարփակ ռազմավարության եւ բարձրագույն դատական խորհուրդը որպես դատական անկախության երաշխավոր ընկալվում է որպես ոչ անկախ մարմին եւ կարգապահական վարույթների ընտրողական կիրառումը անցանկալի դատավորների նկատմամբ ցույց է տալիս, որ դեռևս գոյություն ունի համակարգային ճնշում դատական իշխանության նկատմամբ։ Վրաստանում իրավական համակարգը գործնականում գտնվում է փակ ազդեցիկ խմբի, այսպես կոչված դատական կլանի վերահսկողության տակ, որը կանխորոշում է դատավորների նշանակումները, առաջխաղացումները եւ գործերի բաշխումը եւ դատական կառավարման փակ բնույթը ստեղծում է ոչ թափանցիկ պատասխանատվությունից զերծ միջավայր։ Ադրբեջանում իրավիճակն ավելի մտահոգիչ է, դատարանները փաստացի գործում են որպես գործադիր իշխանության միավոր, հատկապես քաղաքական բնույթի գործերով, քննությունները կենտրոնացված են ինքնախոստովանական ցուցմունքների վրա, դրանք հիմնականում ձեռք են բերվում խոշտանգումների միջոցով, իսկ դատավարությունները կրում են ձևական բնույթ, իրավապաշտպանները, փաստաբանները, լրագրողները անցնում են հետապնդումների միջով, զրկվում են գործունեություն իրականացնելու լիցենզիաներից եւ ենթարկվում են քրեական հետապնդումների եւ հետաքրքրական է, որ ըստ այդ զեկույցների ներկայումս երկրում կա առնվազն 250 քաղաքական բանտարկյալ, սա թույլ է տալիս բնութագրել դատական համակարգը որպես քաղաքական ճնշման եւ վերահսկման գործուն միջոց։ Իհարկե, այս գնահատականները հետաքրքրական կերպով հաստատվում են նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայով, օրինակ, ըստ պաշտոնական տվյալների, արդար դատաքննության իրավունքի խախտումների առնչությամբ դատարանը 27 վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի, 93-ը ընդդեմ Ադրբեջանի եւ 15-ը ընդդեմ Վրաստանի։ Եվ այս ցուցանիշը ցուցադրում է դատական իշխանության ինստիտուցիոնալ կայունության տարբեր աստիճաններ եւ եթե 6-րդ հոդվածը մեզ ցուցադրում է արդար դատաքննության իրավունքի թերացումները, կարծում եմ մենք հետաքրքիր ցուցանիշ կարող ենք օգտագործել նաեւ կոնվենցիայի 18-րդ հոդվածը, որը թույլ է տալիս հասկանալ իրավական գործընթացների չարաշահման նպատակները։ Այս հոդվածը սահմանում է, որ կոնվենցիայով թույլատրելի իրավունքների սահմանափակումները կարող են կիրառվել միայն այն նպատակներով, որի համար սահմանված են։ Այլ կերպ ասած, այս հոդվածը երաշխավորում է, որ պետությունը չօգտագործի որևէ իրավական, այդ թվում դատական գործիք, իրավունքի սահմանափակման անվան տակ քաղաքական հաշվեհարդարի իշխանության պահպանման նպատակով գործողությունների կամ այլ անթույլատրելի նպատակների իրականացման համար։
Եվ Եվրոպական դատարանի նախադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ առ այսօր դատարանը կայացրել է 31 դատական ակտ, ընդ որում ապացողական շեմը բավականին բարձր է, եւ այդ գործերի աշխարհագրական բաշխվածությունը ինքնին կարևոր է։ Ադրբեջան 11 գործ, Ռուսաստան 7 գործ, Թուրքիա 5 գործ, Ուկրաինա 3 գործ, Վրաստան 2 գործ, Բուլղարիա, Մոլդովա, Լեհաստան մեկական գործ։ Այն հանգամանքը, որ 31 գործից 11-ը, այսինքն շուրջ 35.5%-ը վերաբերում է Ադրբեջանին, եւս վկայում է համատարած քաղաքական միջամտության մասին, եւ կարծում ենք, որ այստեղ իրավական համակարգ իշխանության վերարտադրության, այլ ոչ թե արդարության հասնելու գործիք է։ Եվ ժողովրդավարական հաստատությունների գործարկման մեկ այլ կարևոր ցուցիչ մենք գնահատում ենք Եվրոպական դատարանի վճիռների կատարումը։ Սա բնականաբար պարզապես տեխնիկական, վարչական գործընթաց չէ, այն հանրային, քաղաքական, իրավական մշակույթի արտահայտություն է։ Եվ 2025 թվականի դրությամբ տվյալները ցուցադրում են, որ Հայաստանի առնչությամբ եղել են 214 գործեր, որից 140-ը, 65%-ը համարվել են կատարված եւ փակված։ Վրաստանի դեպքում 194 գործ, որից 118-ը մոտ 61%-ը փակված, իսկ Ադրբեջանի պարագայում 535 գործ, որից միայն 192-ը փակված, այսինքն մոտ 36%-ի կատարողական մակարդակ, այսինքն այս ցուցանիշը եւս ցուցադրում է, որ Ադրբեջանը ամենացածրն է տարածաշրջանում եւ միջազգային գործընկերության համագործակցության տեսանկյունից ոչ միշտ է, որ հարգում է միջազգային պարտավորությունները։ Իհարկե ուղղակիորեն չի առնչվում, բայց կարծում եմ, որ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ դատավարությունները վերջին տարիներին հատկապես կոնֆլիկտային զոնայում ներգրավված երկրների պարագայում օգտագործվում են որպես ատելության գեներացման գործոններ։ Մենք այս երևույթը դիտարկում ենք հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում, ես ինքս ներկայացնում եմ նաև ռազմագերիների շահեր մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այս պահին Ադրբեջանում գտնվում են 23 հայեր, որոնցից 16-ը մաս են դառնում դատավարությունների, եւ այս դատավարություններում սահմանափակված է որևէ միջազգային ներգրավվածություն, անկախ դիտորդները զրկված են ուղղակի դատարանում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորությունից։ Մենք ունենք նաև արձանագրված դեպքեր, երբ միջազգային դիվանագիտական ներկայացությունների, կառույցների աշխատակիցներին եւս արգելել են ներկա գտնվել դատական նիստերին, իսկ առանձին նախաձեռնությունների պարագայում դիտորդները ենթարկվել են ընդհուպ մինչև հետապնդումների։ Բացի այն, որ արգելափակվել է նրանց մուտքը դատական նիստերի դահլիճ, նրանք հետագայում լրացուցիչ հարցաքննվել են, պահանջ է ներկայացվել հրատապ լքել երկիրը, ընդ որում հարցաքննությունների առարկա է եղել, թե ով է պատվիրել մոնիտորինգի ենթարկել այդ դատավարությունները, եւ մենք այստեղ ունենք բացառապես ներպետական կերպով ընթացող գործընթացներ, մինչդեռ խնդիրը ունի միջպետական բնույթ եւ այն վերաբերում է քաղաքական առումով զգայուն խնդիրների, բայց նաեւ բացի այն, որ արդար դատաքննության երաշխիքները այստեղ չեն հարգվում եւ այս առնչությամբ մենք ունենք նաեւ միջազգային զեկույցներ, դրանք առիթ են նաև հասարակությունում առանձին խմբերի, օրինակ էթնիկ հայերի նկատմամբ ատելություն գեներացնելու նպատակով։ Ես կարծում եմ, որ այս տվյալները բացի այն, որ հետաքրքիր վիճակագրական արձանագրումներ են, նաև հստակ ազդակներ են դատական համակարգերի գոյությունը վերաիմաստավորելու համար։ Կարծում եմ, որ դատական իշխանության ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն է, ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական եւ բարոյական մակարդակներում,
որպես ժողովրդավարական արժեքների կրողներ եւ այդ արժեքների նկատմամբ հանձնառու համայնք մենք ունենք ընդհանուր պատասխանատվություն ձևավորելու մի միջավայր, որտեղ դատական համակարգերը կգործեն ոչ թե ճնշման, ազդեցության ներքո, այլ ի պաշտպանություն մարդու իրավունքների, ազատության եւ արդարության։ Շնորհակալ եմ ձեր ներդրման համար։